Անցած շաբաթ օրը Կապանի արվեստի պետական քոլեջի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում հանդիսատեսը ունկնդրեց կամերային երաժշտության միջազգային դպրոցի շրջանակում կազմակերպված 4-օրյա վարպետաց դասերի մասնակից երիտասարդ երաժիշտների կատարումները։ Ծրագրի ընթացքում երիտասարդները կատարելագործել են մասնագիտական հմտությունները եւ ներկայացրել ձեռքբերումները համերգի ձևաչափով։ Ես ուղղակի հիացած եմ այս նախագծից, քանի որ ճիշտ է, ես ավարտել եմ կոնսերվատորիան, ունեմ գիտելիքներ բավական, բայց իհարկե դա բավական չէ, քանի որ միշտ կրթվելը անհրաժեշտ է, կոնկրետ այս 4 օրվա ընթացքում ես ստացել եմ բավականի գիտելիքներ, թե իմ մասնագիտական ոլորտով, թե անսամբլային, կամերային ոլորտում, թե ինչպես աշխատել, կարևորը որ շարունակական լինի։ Վստահ եմ շատերը կմասնակցեն ու բավականին գիտելիքներ կստանան այս գործընթացում։ Մեծ փորձառությունների եւ մեր ուսանողների եւ մեր դասախոսների համար կարծում եմ, որ այս միջոցառումը, այս նախաձեռնությունը շարունակություն կունենա այսուհետ եւ յուրաքանչյուր տարի ավանդական կդառնա։ Վարպետաց դասերը անցեկացրել Մոսկվայի Պյոտր Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Իրինա Կրասոտինան։ Մասնագետը նշում է, թեև ժամանակը կարճ էր, բայց կարողացան հնարավորինս արդյունավետ այն օգտագործել։ Ես շատ գոհ եմ դպրոցում սովորող երեխաներից։ Նրանցից զգացի հրաշալի արձագանք, թե մարդկային, թե մասնագիտական առումով։ Մենք ամեն օր պարապում էինք եւ շատ արդյունավետ։ Պետք է նշել, որ երեխաները ամեն օր երեկոյան ժամանակ էին գտնում նաեւ փորձերի համար եւ ամեն օր ինձ ներկայացնում էին գերազանց արդյունք։ Ծրագիրը երեխաներն իրենք էին ընտրում։ Միակ պայմանն այն էր, որ ստեղծագործությունները լինեին կամերային անսամբլային ռեպերտուարից։ Ընտրությունը շատ հաջող էր՝ Մոցարտի, Դոնիցետի եւ Բեթհովենի սոնատներ։ Բավարարված հանդիսատեսի կարծիքը ամենակարևորներից է, որի պակասը չզգացվեց։ Դասական երաժշտությունը բազմից անգամ է հնչել այս դահլիճում, բայց այսօրվա համերգը ցնցող էր։ Մեր երաժիշտ կատարողների կողմից հնչած ամեն մի երաժշտական համաները պարզապես իրոք որ գերագույն հաճույք պատճառեց հանդիսատեսին։ Շնորհակալական ջերմ խոսքեր պետք է հղեն կազմակերպիչներին, երաժիշտներին եւ նաեւ ունկնդիրներին։ Ծրագիրը կազմակերպվել է Primavera Foundation բարեգործական հիմնադրամի ջանքերով։ Այն երիտասարդ երաժիշտների մասնագիտական զարգացումը խթանելու եւ փորձի փոխանակման հարթակ ստեղծելու նպատակ ունի։ Սա շատ հիանալի փորձառություն էր, այս վարպետաց դասերի ընթացքում մենք շատ հիանալի գիտելիքներ ձեռք բերեցինք երաժշտության հենց կատարողական արվեստի վերաբերյալ։ Կցանկանամ, որ այն լինի շարունակական, քանի որ մենք Կապանում այդպիսով մենք Կապանում կունենանք հնարավորություն առնչվելու նմանատիպ միջազգային ճանաչում ունեցող մասնագետների հետ եւ քաղալու նրանցից առավելագույն գիտելիքները, որոնք մեզ անհրաժեշտ են երաժիշտներիս համար։ Կամերային երաժշտության դպրոցի ծրագիրը Երևանում պրոֆեսոր Իրինա Կրասոտինան արդեն 3-րդ անգամ է կյանքի կոչել։ Մարզերում առաջին փորձն է։ Անցյալ տարվանից Իրինա Վիկտորովնայի հետ քննարկում ենք մայրաքաղաքից դուրս գտնվող երեխաներին եւս ծրագրին մասնակից դարձնելու անհրաժեշտության հարցը։ Կապանը հեռու է, նույնիսկ նոր ճանապարհներով այնտեղ հասնելու համար 4-ից 4.5 ժամ է հարկավոր։ Սյունիքի մարզ կենտրոնի ընտրությունը պատահական չէր։ Այն հարուստ պատմություն ունեցող քաղաք է, որն ունի 60-ամյա քոլեջ, ինչը մեզ համար կարևոր է։ Մենք հույս ունենք, որ աջակցության եւ ֆինանսավորման շնորհիվ այս նախաձեռնությունը կդառնա ամենամյա, որը թույլ կտա մեզ այստեղ գալ Իրինա Վիկտորովնայի եւ այլ նշանավոր մասնագետների հետ։ Նման նախաձեռնությունները կարևոր դեր են խաղում մարզերում մշակութային կյանքի ակտիվացման եւ երիտասարդ տաղանդների բացահայտման գործում։ Դրանք նաեւ նպաստում են միջազգային համագործակցության զարգացմանը։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք, լուրեր։